Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, ուրեմն պարլամենտական ընտրությունների արդյունքներն էլ լեգիտիմ չեն։ Ուրեմն պարլամենտն էլ լեգիտիմ չէ։ Իսկ եթե պարլամենտը լեգիտիմ չէ, դուք որպես ընդդիմություն այդտեղ ինչ եք անում։ Ուրեմն դուք էլ լեգիտիմ, որպես ընդդիմություն լեգիտիմ չեք։ Այս խաղում, այս պայքարում Նիկոլ Փաշինյանը այսօր առաջ է պետություն, եկեղեցի հարաբերությունների մասին չի թաքցնում, հա, այսինքն ինքը խոսում է հստակ, որ ինքը տեսնում է խաղաղության բանաձև այսպես, եկեղեցու հետ հարաբերությունները այսպես, Թալանի հանդեպ, թալանչիների հանդեպ վերաբերմունքը այսպես, նորից խոսում էր իշխանություն ընդդիմություն հարաբերությունների մասին։ Ինչ առաջարկում ընդդիմությունը, հա, ընդդիմությունը կարող է լինել կոնստրուկտիվ, դեստրուկտիվ, ռադիկալ, հա, բայց ընդդիմությունը չի կարող լինել, ասենք, իրենց որոշ շրջանակներ հռչակեն, որ իրենք են ընդդիմության լիդերները եւ ֆավորիտները։ Այլընտրանքային օրակարգեր ես չեմ տեսել։ Օրակարգեր թելադրում է իշխանությունը, պարլամենտական ընդդիմությունը արդեն մինչ այս պահը ձախողել է, արդեն այս ընդդիմությունը պարտված է։ Լավ չի, պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, բայց 8 տարի է նույն բանն ենք, չէ՞ լսում։ 8 տարի այդ ռազմավարությունը չի աշխատում։ Ահա 5 րոպե մնաց, հեսա Նիկոլ Փաշինյանը գնում է, 10 րոպե մնաց Ես 8 տարի է հիշում եմ, որ դա է, անընդհատ, ահա ամառ, ահա ձմեռ, ահա աշուն, ահա գարուն։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News Արիքի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Թողարկումը սկսելուց առաջ ես սիրով դիմում եմ ձեզ մի խնդրանքով։ Խնդրում եմ սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր ալիքին եւ շարունակել հետևել մեր թողարկումներին։ Այսօր մեր տաղավարում է հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, մեր ալիքի կարելի ասել վաղեմի բարեկամ Արման Ղուկասյանը։ Բարև ձեզ եւ շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։ Ինչ արած լավ բաներ կարելի է շատ խոսել, բայց եկեք միանգամից անցնենք գործի։ Ներքաղաքական զարգացումները բավականին հագեցած են։ Դարձյալ կարելի ասել քաղաքական հանրությունը բաժանված է երկու այսպես իրարամերժ հատվածների։ Այ վերջին քաղաքական այս ձերբակալությունները, հետապնդումները ոմանք որակում են որպես քաղաքական ազատությունների բռնաճնշում, իսկ ոմանք բնականաբար իշխող շրջանակներն ասում են, որ երկիրը մաքրագործման ընթացքի մեջ է։ Ինչ կարծիք եք այս մասին։ Լավ կլիներ, որ լիներ նաև մենք խոսեինք երրորդ ամենակարևոր հատվածի մասին, ժողովրդի մասին, հա, այս պատմության, որովհետև ինձ մոտ անձնական տպավորությունս նա է, որ ժողովուրդը ավելի շատ որպես դիտորդի կարգավիճակում է եւ ժողովրդի անունից խոսում է թե ընդդիմությունը, թե իշխանությունը, բայց ես համոզված եմ, որ ժողովուրդը ուզում է ոչ թե քաղաքական ինչ-որ թեժ մարտեր, հա, որը գրեթե 8 տարուց ավելի արդեն տեսնում են, այլ ժողովուրդը ուզում է, որպեսզի երկրում լինեն այնպիսի դրական փոփոխություններ, որը կփոխի մարդկանց կյանքի որակը, որը կհաստատի Հայաստանում սոցիալական արդարություն, որքանով դա հնարավոր է, եւ որը կլուծի մարդկանց իրական ամենօրյա այն խնդիրները, որոնց հետ մարդիկ բախվում են, հա, ամենօրյա ռեժիմով։ Եվ այո, թեժ է քաղաքական դաշտը, տեսնում ենք, որ դեռևս ոչ միայն այսպես ասենք ամառվա շոկն է, հա, այլ նաև քաղաքական այդ թեժ process-ներն են տեղի ունենում եւ իհարկե այս առումով մենք բոլորս հետևում ենք թե ինչա լինելու, ինչ զարգացումներ լինելու։ Հիմա կա հատված, որ ասում է դե Նիկոլ Փաշինյանը կամ կառավարությունը ձերբակալեցին Ռոբերտ Քոչարյանին, կանցնի մի որոշ կարճ ժամանակ հետո իրեն բաց կթողնեն, հա, ինչ որ հատված այդպես է մտածում, ինչ որ հատված պահանջում է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր որ ժամանակին թալանել են այս երկիրը, եւ միանշանակ պետք է իրենց կարծիքով, մարդկանց կարծիքով կրեն պատիժ եւ թալանվածը պետք է վերադարձվի, ինչը որ խոստացել էր Նիկոլ Փաշինյանը։ Որոշ հատված ասում է, որ ժողովրդավարություն չի, բռնաճնշումները, հա։ Այսինքն այս առումով կարծիքները շատ տարբեր են եւ մոտեցումներն են տարբեր եւ այս առումով պետք է իհարկե տեսնենք թե հետագա քայլերը որոնք են լինելու արդյոք վերադարձվելու է այս կամ այն անձերի թալանվածը, որը որ դատարանով պետք է ապացուցվի միանշանակ եւ ինչ է լինելու արդեն հետագայում։ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը երևի լսել եք։ Նա նորից խոսում էր
պետություն, եկեղեցի հարաբերությունների մասին, նորից խոսում էր իշխանություն, ընդդիմություն հարաբերությունների մասին, նորից բնականաբար իր կարծիքով արդարացնում էր քաղաքական այն գործընթացները, ձերբակալությունները, որոնք կատարում են, դուք ինչ կարծիք եք նրա այդ ելույթի մասին։ Եվ արդյոք նույն բանը չի կրկնվում ըստ էության նորից իշխանություն, եկեղեցի այդ սրացումները եւ դրա, այսպես ասած, փոխակերպումը խորհրդարանական իրականության մեջ։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ ինքը պատրաստ է, եթե կա, այսպես ասենք, ցանկություն եւ այն օրակարգի մասին, որ ինքն է առաջարկում, կաթողիկոսը ընդունում է այդ, այսպես ասենք, հանդիպման օրակարգը, հա, ինքը ասաց, որ ինքը պատրաստ է հանդիպել։ Այստեղ կարելի է եզրակացություն անել որոշակի, հա, այսպես ասենք, չեմ կարող ասենք, ասենց վստահ ասել, բայց կարելի է եզրակացնել, որ որոշակի առումով սա ախև առաջ մեսիջ է ուղիղ, որ ինքը պատրաստ է հանդիպել, եւ երկրորդը, որ ինքը պատրաստ է հանդիպել եւ նստել, հա, այսպես ասենք, քննարկման սեղանի շուրջ, եւ հարցեր բարձրաձայնեց, ասաց օրինակ եւ բազմիցս է բարձրաձայնել, հա, որ օրինակ ինչ վատ կլինի, որ եկեղեցականները ստանան աշխատավարձ, որ եկեղեցականները ունենան ստաժ, որ եկեղեցականները, այսինքն ինքը առաջարկում է իր տեսլականը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքը ունի օրակարգեր, որոնք ինքը առաջարկում է։ Եվ ինքը որևէ բան չի թաքցնում, հա, այսինքն ինքը խոսում է հստակ, որ ինքը տեսնում է խաղաղության բանաձև այսպես, եկեղեցու հետ հարաբերությունները այսպես, թալանի հանդեպ, թալանչիների հանդեպ վերաբերմունքը այսպես, ինչ առաջարկում ընդդիմությունը, հա, կամ այն մարդիկ, ովքեր համարում են իրենց ֆավորիտ ընդդիմություն։ Տեսեք, ես երբեք չեմ տարանջատել եւ կարծում եմ, որ եթե մարդ քաղաքագիտորեն է նայում, ինքը չպետք է տարանջատի, որ այս ընդդիմությունը լավն է, այս ընդդիմությունը վատն է, հա։ Ընդդիմությունը կարող է լինել կոնստրուկտիվ, դեստրուկտիվ, ռադիկալ, հա, բայց ընդդիմությունը չի կարող լինել, ասենք, իրենց որոշ շրջանակներ հռչակեն, որ իրենք են ընդդիմության լիդերները եւ ֆավորիտները։ Հիմա քանի որ ունենք այդ պատկերը, ես չեմ ուզում հիմա անառանուն ասեմ, սաղսը գիտենք, հա, ովքեր են համարվում ֆավորիտ եւ ովքեր են իրենց համարում ֆավորիտ ընդդիմադիր ուժեր։ Իրենք պետք է առաջարկեն այլընտրանքային օրակարգեր։ Նախ եւ առաջ դա պետք է անի պարլամենտական ընդդիմությունը։ Այսինքն պարլամենտում քվեն ստացել այս ուժերը եւ իրենք պետք է պարլամենտում առաջարկեն այլընտրանքային օրակարգեր։ Այն օրակարգերին, որոնք առաջարկում է իշխանությունը։ Ես կարող եմ ասել, որ ինչ սկսվել է ազգային ժողովի նիստերը, որևէ օրակարգային հարց, որը բերել է իրական օրակարգային հարց, որը բերել է այս ընդդիմությունը, ես չեմ տեսել։ Այլընտրանքային օրակարգեր ես չեմ տեսել։ Օրակարգեր թելադրում է իշխանությունը, հա, օրակարգ թելադրում է մասնավորապես Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար եւ չկա որևէ այլընտրանքային օրակարգ։ Հիմա սովորական քաղաքացիները, որոնք քաղաքականությամբ ամենօրյա ռեժիմով չեն զբաղվում, այլ որպես ընտրողներ են, հա, հանդես գալիս, ինչ պետք է իրանք տեսնեն։ Իրանք պետք է տեսնեն, որ կա այս օրակարգը եւ դրան այլընտրանքային օրակարգ։ Այս ճանապարհային քարտեզը երկրի զարգացման եւ այլընտրանքային ճանապարհային քարտեզ։ Ես չեմ տեսնում, որ պարլամենտական ընդդիմությունը ընդհանրապես ունի այդ այլընտրանքային օրակարգերը եւ այլընտրանքային ճանապարհային քարտեզները։ Իսկ ինչ կապված է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ ինքը ինչ է անելու ընտրություններից առաջ ինքը ասել է, ինքը հայտարարել է, որ բոլոր թալանչիները պատժվելու են, ինքը հայտարարել է, որ լինելու է եկեղեցու հետ, այսինքն եկեղեցականների կամ բարձրագույն եկեղեցականների հանդեպ այս քաղաքականությունը, այս մոտեցումը, հա, համաձայն են նրանք, ովքեր որ այդ օրակարգի հետ համաձայն են, խնդրեմ, դա իրենց իրավունքն է, ես նկատի ունեմ մեր քաղաքացիներին, հա, այն ընդդիմադիր ուժերը, որոնք որ համաձայն չեն, պետք է ներկայացնեն այլընտրանքային օրակարգեր։ Կոնկրետ ասեմ, պարլամենտական ընդդիմությունը արդեն մինչ այս պահը ձախողել է այդ process-ը եւ ես չեմ տեսնում, որ որևէ այլընտրանքային քաղաքական product
եւ պրոդուկտներ մեր հանրությանը առաջարկվում է։ Այդտեղ արդեն այս ընդդիմությունը պարտված է։ Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, իշխանություններն ասում են, որ մենք հաջողել ենք եւ շարունակում ենք հաջողել։ Ընդդիմությունն ասում է, որ մենք դուք ձախողել եք լիքը հարցերում։ Ցեղասպանության դատի հետապնդման հարցը, անկլավների հետ կապված հարցը, անկլավների հանձնում ոչ մի բանի դիմաց եւ նույնիսկ վիճարկում են, որ այդ անկլավները չկան եւ զանազան այլ ազգային հարցերում մոտեցումներ, ցախողումը մեր ավանդական դաշնակցի հետ, Ռուսաստանի հետ հարաբերությունները, աշխարհքաղաքական վատ ծայրահեղ իրավիճակների Թրամփի միջանցքն են պախարակում, մի քիչ ավելի համառոտ ինչ կասեք սրա վերաբերյալ, այսինքն արդյոք դրանք կոնցեպտուալ հարցեր չեն, որոնցով նրանք փորձում են պահանջել գործող իշխանությունների հրաժարականը։ Ընդդիմության ֆունկցիան ոչ թե քննադատելն է եւ ասել, գիտեք ինչ, դուք հեռացեք, մենք կբերենք ինչ որ մեկին կամ մենք կգանք, հա, ու մենք ավելի լավ կանենք, այլ նորից եմ ասում, ընդդիմության ֆունկցիան նա է, որ եթե իրանք ասում են, որ իշխանությունը ձախողել է, ուրեմն պետք է առաջարկեն երկրի, նորից եմ ասում, օրինակ նույն խաղաղության օրակարգի հետ կապված իրենց տեսլականա։ Այսինքն ասել, որ դու հանձնում ես անկլավներ կամ դու ես անում, հա, ասենք ենթադրենք X քանակի մարդ դրա հետ համաձայն է։ Դա նշանակում է, որ ուրեմն եթե այդ ընդդիմությունը դա ասում է, ուրեմն պետք է գնան այդ ընդդիմությանը ես նկատի ունեմ, այդ ընդդիմությանը։ Խոսքը հիմա գնում է պարլամենտական, չէ՞, ընդդիմության մասին։ Պարլամենտական ընդդիմությանը եւ նրան նաեւ աջակցող այլ ընդդիմադիր գուցե փոքր կամ ոչ այնքան փոքր ովքեր որ աջակցում են պարլամենտական ընդդիմությանը, ես բնականաբար խոսքը ամբողջ ընդդիմադիր, ընդդիմադիր դաշտը դա ամբողջ ընդդիմադիր դաշտը, այո, դա մի փոքր մի քիչ ամեն մի ընդդիմադիր դաշտ, այսպես ասենք ուժեր այդ ընդդիմադիր դաշտում տարբերվում են, նույնը չեն, չի կարելի նույնականացնել բոլորին։ Խոսքը պարլամենտական ընդդիմության մասին է, այդ առումով պետք է ներկայացնել այլընտրանքային օրակարգեր։ Դրանք չկան, դրանք ներկայացված չեն։ Մենք լսում ենք միայն ամենօրյա ռեժիմով այն, որ սա լավ չի, սա լավ չի, նա լավ չի, նա լավ չի, պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, բայց 8 տարի նույն բանն ենք, չէ՞ լսում։ 8 տարի այդ ռազմավարությունը չի աշխատում։ Հասկանում եք, այստեղ խնդիրը նա չէ, որ ես հիմա որպես արտխորհրդարանական ուժի ներկայացուցիչ փորձում եմ քննադատեմ պարլամենտական ընդդիմությանը եւ ասեմ պարլամենտական ընդդիմությունը լավը չի, թող իրեն գնան, մենք գանք իրենց տեղը զբաղեցնենք պարլամենտում։ Չէ, իմ մոտեցումը նույնն է, յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ կլինի դա արտխորհրդարանական, թե պարլամենտական, պետք է ունենա իր առաջարկությունը մեր ժողովրդին եւ առհասարակ տենց է քաղաքականության մեջ։ Ուղղակի ինչու եմ պարլամենտական ընդդիմության վրա ուշադրությունը ես սևեռում, որովհետեւ պարլամենտական ընդդիմությունը այն ընդդիմությունն է նախ եւ առաջ, որը պարլամենտում է, որը ստացել է ժողովրդի քվեն եւ պարլամենտում է գտնվում եւ պարլամենտն էլ խորհրդարանական երկրում թիվ 1 քաղաքական ամբիոնն է, որտեղ հենց պետքա գեներացվեն այդ օրակարգերը եւ առաջարկությունները։ Նորից եմ ասում, այս խաղում, այս պայքարում Նիկոլ Փաշինյանը այսօր առաջ է, որովհետեւ ու պետքա գիտեք ինչ, միշտ նստել sense բանով, որ ահա 5 րոպե մնաց, հեսա Նիկոլ Փաշինյանը գնում է, 10 րոպե մնաց Նիկոլ Ես 8 տարի է հիշում եմ, որ դա է, անընդհատ, ահա ամառ, ահա ձմեռ, ահա աշուն, ահա գարուն։ Երբ որ դու իրավիճակը ճիշտ չես գնահատում, երբ որ դու դիագնոզը ճիշտ չես դնում, դու զբաղվում ես ինքնախաբեությամբ։ Դու խաբում ես քեզ ու խաբում ես ժողովրդին։ Մենք պետք է ռեալ բաց աչքերով իրականությունը չվախենանք ասել։ Նիկոլ Փաշինյանը այսօր այդ պայքարում առաջ է։ Եվ եթե ընդդիմությունը իսկապես ուզում է, որ ժողովուրդը պարլամենտական ընդդիմությունը վստահի գնա, հա, որովհետև առանց ժողովրդի աջակցության որևէ ընդդիմություն, որևէ բան չի կարող անել։ Բնականաբար։ Եթե ուզում են, որ իրենք հաջողեն այդ պայքարում, իրենք պետք է ուրեմն լինեն անկեղծ ժողովրդի հետ, բոլորի հետ եւ մյուս ընդդիմադիր գործընկերների հետ եւ ժողովրդի հետ եւ նշեն որտեղ է խնդրեմը, որն է լուծումը, հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնեն, հստակ պլան ներկայացնեն, այդ տարբերակը, որ Նիկոլ Փաշինյանը լավը չի, ինքը կգնա, մենք կգանք ու կլինի լավ, այդ մակարդակը արդեն այդ խոսակցության մակարդակը վաղուց որևէ մեկին հետաքրքիր չի, ժողովրդին դա հետաքրքիր չի։ 8 տարուց ավել է մենք լսում ենք դա։ Նիկոլ Փաշինյանը, ահա, քիչ ամենասե Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ գիտեք ինչ ասում են Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, ուրեմն
ուրեմն պարլամենտական ընտրությունների արդյունքներն էլ լեգիտիմ չեն։ Ուրեմն պարլամենտն էլ լեգիտիմ չէ։ Իսկ եթե պարլամենտը լեգիտիմ չէ, դուք որպես ընդդիմություն այդտեղ ինչ եք անում։ Ուրեմն դուք էլ լեգիտիմ, որպես ընդդիմություն լեգիտիմ չեք։ Այ լավ տեղ եկաք, պարոն Ղուկասյան, կներեք, ընդհատեմ։ Տարբերակ կար, խոսույթ կար, որ մի մասը գտնում են, որ մանդատները չպիտի վերցնեն, մանավանդ եթե ընդդիմությունը համարում է, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն, փաստարկներ էր բերում իր կողմից հիմնավորված Ծառուկյանի քաղաքական ուժի, այսպես ասած, լիկվիդացումը եւ այլն, բանավեճ կար, չէ, պոլեմիկա կար։ Մի մասն ասում էր չպետք է վերցնել, մի մասը բայց վերջը վերցեց։ Ըստ ձեզ, դուք որպես ասենք ընդդիմադիր դաշտի քաղաքական դեմք, դուք որ լինեիք, կվերցնեիք թե ոչ, եթե դուք այդքան ձայն հավաքած լինեիք, ասենք դուք լինեիք ուժեղ Հայաստանի տեղ։ Մի պահ ինձ թողնենք մի կողմ եւ խոսենք այն ինչ տեղի ունեցավ, հա, շատ կարեւոր է, հետո ասեմ ես ինչ կանեի։ Երբ դու ասում ես, որ ընտրությունները լեգիտիմ չէ, ուրեմն դու պետք է քո կողմնակիցներին եւ բոլոր նրանց, ովքեր ձայն են տվել քեզ, առաջարկես լուծում։ Դու չես կարող ասես ընտրությունները լեգիտիմ չեն, բայց ես գնում եմ այդ պարլամենտում ընդդիմադիր աշխատեմ, եկեք ուղիղ ասենք, հա, ընդդիմադիր աշխատեմ, աշխատավարձ ստանամ, հարց ու պատասխանի մեջ մտնեմ ոչ լեգիտիմ կառավարության հետ։ Այսինքն, որ իրանք գնում են այնտեղ հարց են տալիս Նիկոլ Փաշինյանին կամ կառավարության անդամներին, կամ ԿՊ падգամավորներին։ Նրանք ում են հարց տալի։ Ոչ լեգիտիմ պաշտոնյաներին, բայց ինչ են գնաց այնտեղ ոչ լեգիտիմ պաշտոնյաներին հարց տալիս։ Ասում էին, որ չմասնակցենք շատ ավելի վատ եւ իշխանությունը ինչ ուզենա կանի։ Այսինքն հիմա իշխանությունը ինչ գոնե հիմա մի քիչ հնարավորություն ունի ձեռքը բռնել։ Լավ կներեք էլի, ասենք ազգային ժողովում 21-ից 26 թիվ որ նստած էին այդ ընդդիմադիրները, կառավարությունը ինչ ուզեցավ չարեց։ Այդ որ մի հարցում են իրան կարողացել կառավարության ցանկությունների դեմ գնալ կամ կառավարությունը ուզեցել է բան անի ու չի կարողացել անել։ Լավ, նորից եմ ասում, երբ որ իշքան ընդդիմությունը կլինի այդ տիրույթում, իշքան ինքը կփորձի ստեղծել վիրտուալ իրականություն, որը կապ չունի մեր առօրյա իրականության հետ, այդքան ժողովուրդը չի աջակցելու այդ ընդդիմությանը։ Ու մենք տեսնում ենք, որ չկա այդ աջակցություն։ Ես ավելին ասեմ, պարզ երևում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց քվե են տվել, նրանք էլ են արդեն, չեմ ասում բոլորը, բայց բավականին մեծ զանգված իրենցից հիասթափված է։ Եվ դա պարզ են իրենք գրում եւ պարզ ասում են, որովհետեւ նույն այդ հարցն է առաջանում, եթե լեգիտիմ չէ, ինչի դուք որևէ բան չարեցիք։ Բայց իրենց ղեկավարներից մեկը ասեց, որ սպասեք զարգացումների։ Դե գիտեք ինչ, ես էլ ասում եմ մասին է, ասում է, որ լինելու է, եւ փողոցային պայքար այն ինչի մասին։ Սպասեք զարգացումներին։ Դուք սպասում եք այդ զարգացումներին։ Չէ, ես էլ եմ ասում, սպասեք զարգացումներին, որպես Արման Ղուկասյան, սպասում եք սուր զարգացումների, ասենք թեժ քաղաքական աշնան, որ հիմա աշնանը, եթե տեսնի ընդդիմությունը, այս խորհրդարանական ընդդիմությունը, որ որևէ շարժ խորհրդարանում նա չի կարողանում կամ անլիարժեք են այդ հնարավորությունները խորհրդարանական, նա կփորձի մոբիլիզացնել փողոցը։ Որևէ փողոցի նախադրյալ չկա, որևէ փողոց չի, այս ընդդիմությունը չի կարողանալու մոբիլիզացնել փողոցը։ Ինչպես որ ասում եի, որ հիշում եք մենք ձեզ հետ խոսում էինք ընտրություններից առաջ, ես ասում էի, որ որևէ հաջողության նախադրյալներ ես այս ընդդիմության հետ կապված ընտրություններում չեմ տեսնում, եւ ասում էի, որ եթե չլինի իրական կոնսոլիդացիա, եւ այդ իրական կոնսոլիդացիան չեղավ, հա, եղավ իմիտացիա այդ կոնսոլիդացիայի, բայց չեղավ իրական ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա։ Հիմա էլ նույնն եմ ասում, որ չի լինելու որևէ փողոցային մոբիլիզացիա, դեր ասած, եւ որևէ փողոցային լուրջ process, քանի դեռ կան վիրտուալ իրականություններ, որ արհեստական ստեղծվում է այս պարլամենտական ընդդիմության կողմից։ Սա հստակ եւ պարզ ասում եմ, հա, առանց որևէ տողատակերի։ Կա մի հատ պարզ ճշմարտություն, որ եթե ընդդիմությունը արդեն գնացել է, ինքը իրան հակասում է, ինքը իրան հակասել է եւ շարունակում է հակասել, եւ նստած այն պարլամենտում, որը համարում է ոչ լեգիտիմ, հարցը տալիս այն կառավարությանը, որը համարում է ոչ լեգիտիմ, ինչ զարգացումների մասին կարող է խոսք գնալ։ Հա իրենք կարան դուրս գան, վաղն էլ կարող են դուրս գալ փողոց, բայց փողոցը չի կարող լինել այնպես, որ փողոցում մարդ չլինի, որ փողոցում այդ process-ը ժողովուրդը չաջակցի։ Հիմա դուք որպես քաղաքացի տեսնում եք որևէ աջակցություն այդ առումով։ Դուք տեսնում եք, որ կա հանրային պահանջ, որ այս ընդդիմությունը, տեսեք ինչ եմ ասում, որ այս ընդդիմությունը պարլամենտական փողոց գեներացնի։ Դուք տեսնում եք լայն հանրային պահանջ։ Ես անձամբ չեմ տեսնում, անգամ որևէ նախադրյալ չկա, որովհետև թե ի սկզբանե եղավ
իրենց հակասեցին, թե գնացին վերցրեցին մանդատները իրենց ոչ լեգիտիմ, իրենց ասելով ոչ լեգիտիմ պարլամենտում, որը իրենք են այդպես բնութագրում, եւ դրանից հետո ինչ փողոցային պայքարի մասին կարող է խոսքը գնալ։ Փողոցային պայքարը կարող է լինել նույնիսկ վաղը, նույնիսկ 1 ժամից, բայց այն չի կարող բերել լուրջ լայն ռեալ զարգացումների, հա, լայն մոբիլիզացիայի։ Եվ այսօրվա պարագայում ենք խոսում, հա, որտեղ վաղը կարող է իրավիճակը փոխվել, որովհետև սկսի ճիշտ քայլեր անել պարլամենտը, ես նկատի ունեմ այսօրվա իրականության մեջ, թե ինչ կլինի վաղը մյուս օրը իրենց քայլերում իրանք ինչպիսի փոփոխություններ կանեն, դա արդեն կերև է, բայց քանի իրենք շարունակեն վիրտուալ իրականության մեջ ապրեն եւ հանրությանը ներկայացնեն վիրտուալ օրակարգեր, որը որևէ կերպով այդ օրակարգերը ժողովրդի հետ 1% անգամ աղերս չունի եւ կապ չունի, լինելու է այս վիճակը, որ Նիկոլ Փաշինյանը կարողանալու է առաջ տանել այն օրակարգերը, որը ինքը ուզում է առաջ տանել, ու կներեք ծիծաղը առաջացնում, որ որևէ մեկը այդ ընդդիմադիր հատվածից կարող է ասել, որ իրենք որևէ կերպով ինչ որ մի ժամանակահատվածում վերջի տարիներին կամ առասարակես 8 տարվա մեջ կարողացել են այնպես անել մի բան, ինչը որ Նիկոլ Փաշինյանը ուզեցել է կամ կառավարությունը իշխանությունը ուզեցել են անեն այսպես, բայց արել են այնպես, որովհետև այս ընդդիմությունը խոչընդոտել է իրենց դա անել։ Ասում են Տավուշում ավելի շատ զիջումներ կլինեն, եթե մեր ճնշումը չլիներ, ասում են եկեղեցական հարցերում էլի կարողացել են որոշակի բաներ կանխել։ Ասում են թոշակների բարձրացմանն են նպաստել, ինչ կարծիք եք։ Իրանք երբևէ թոշակներից խոսացել են։ Ես երբևէ չեմ լսել։ Մեր գաղափարներ որ։ Կներեք, իրանք թոշակների մասին մի անգամ նախաձեռնություն են բերել օրենսդրական։ Կառավարությունը դա մերժել է եւ հետամուտ չեն եղել անգամ դրա մասին խոսել։ Ես որևէ անգամ չեմ լսել, որ իրենք թոշակի թեմայով առհասարակ պայքար տանեն։ Նորից եմ ասում, օրենսդրական նախաձեռնությունը արդարության համար ասեմ, բերվել է, մերժվել է եւ մոռացել են այդ թեմայի մասին առհասարակ։ Եվ երբ մենք խոսում էինք թոշակների մասին, երբ խոսում էին որոշ այլ շրջանակներ արտխորհրդարանական ուժեր թոշակների մասին, պարլամենտում երբևէ դրա մասին պերմանենտ նկատի ունեմ անընդհատ դրա մասին որևէ մեկը չի բարձրաձայնել, հակառակը չեն գնացել 21-ից 26 թիվ շատ անգամ նիստերի, չեն մասնակցել, հարկատուների հաշվին ստացել են աշխատավարձներ, չեն խոսացել նպաստառուների մասին, թոշակառուների մասին, չեն խոսացել բժշկական ոլորտի մասին, առողջապահության ոլորտի մասին, չեն խոսացել սոցիալապես անապահով ընտանիքների մասին, բազմազավակ ընտանիքների մասին, միայնակ մայրերի մասին, չեն խոսացել դրա մասին։ Այսինքն ինչի մասին են իրենք խոսացել։ Խոսացել են այն նույն մակարդակով անձնական տիրույթում միայն, որ չգիտեմ, դու թուրք ես, դու S ես, դու N ես, դու S ես, դու նրան ընդեղից է ստացել են բաց դուք այդ թալանչի եք, եսեք եք։ Այս օրակարգը ձեռք է տալիս ամբողջությամբ իշխանությանը։ Գիտեք ինչի, որտեղ յուրաքանչյուր իշխանության համար լավ է, երբ որ իրական խնդիրները պարլամենտում չեն բարձրաձայնվում։ Շատ լավ է, երբ որ նույնն էլ հիմա է շարունակվում։ Նույն ռազմավարությունը, որը որ կա, ես դες վստահեցնում եմ, որ ժողովրդի մեծ մասը նիստերը չի նայում։ Ես դες վստահեցնում եմ դա։ Անձամբ ես շատ անգամ այդ նիստերը չեմ նայում, զուտ իմ մասնագիտական առումով ստիպված եմ նայել, բայց շատ անգամ խուսափում եմ ոչ կարևոր կամ միջին կարևորության բաները չեմ նայում։ Ինչի որտեվ դա հոգնեցուցիչ է, անգիր գիտես արդեն ինչ է լինելու հաջորդիվ, ամեն նախադասությունը, ստորակետը, կետը, բառը, ամեն ինչ գիտես, անգիր։ Այդ նույն բանը, նույն ռազմավարությունը անբովանդակ դիսկուրսի, քաղաքական դիսկուրսի անբովանդակ շարունակություն, դա է տեղի ունենում։ Ինչ պիտի անենք, եթե մեր ունկնդիրների համար ավելի պարզորոշ լինի ձեր այսօրվա արտահայտած մտքերը ամբողջությամբ, ձեր կուսակցության եւ ձեր տեսակետներից, եթե կետերով բաժանենք, ինչ պիտի անենք, դուք ինչ այլընտրանք ենք առաջարկում մեր հանրությանը, որ եթե դուք լինեք իշխանության, դուք այդ օրակարգը կիրականացնեք։ Նախ եւ առաջ շատ կարեւոր է այստեղ խոսել Դուք ասեք, ես էլ կգրեմ։ Այն իրական խնդիրների հետ, որոնց հետ առերեսվում է քաղաքացին ամենօրյա ռեժիմով։ Ամեն օր բախվում է դրից, սկսած բժշկական ապահովագրության թերություններից, նույն թոշակների հարցը, որ 10,000 դրամ բարձրացրեցին լավ է, բայց թոշակները դեռևս նվազագույն թոշակը չի ապահովում նվազագույն սպառողական զամբյուղը, այսինքն այսօր
հաշվի առեք այն գնաճը, որը տեղի է ունենում, այո, թոշակառուները այսօր գոյատևման խնդրի առաջ են կանգնած։ Դա պարզ եւ ակնհայտ խնդիր է, որտեղ անգամ սպառողական նվազագույն զամբյուղը չի ապահովում այդ թոշակը։ Հաջորդ թիվ նպաստների հարցը, որը հուլիսի 1-ից ավտոմատացված սկզբունքով է թոշակը տրվում, որտեղ համակարգն է արդեն որոշում տալ թոշակը, թե չտալ, այնտեղ բալային համակարգը որոշում է ավտոմատ կերպով, որ ընտանիքին է հասնում, որ ընտանիքին չի հասնում, եւ այդտեղ թերի են, բազմաթիվ թերություններ կա այդ համակարգում, մարդիկ բողոքում են, եւ բազմաթիվ մարդիկ հուլիսի 1-ից հետո զրկվել են նպաստներից։ Այն մարդիկ, ովքեր դրա կարիքը ունեն։ Այսինքն, եթե sense բլոկով գնանք, սոցիալական խնդիրները առաջի տեղում կլինեն, որովհետեւ սոցիալական ապահոված, սոցիալական արդարությունը երկրում ապահովելու դեպքում քո հասարակության բարեկեցությունը ապահովելու դեպքում դու կկարողանաս զարգացնել քո պետությունը, քո բանակը, քո տնտեսությունը, որ սա շահկապված է, հա, եւ արդյունքում կապահովես այդ կայուն զարգացումը։ Անվտանգային հարցերը բնականաբար, ես չեմ ասում առաջնային եւ երկրորդական, դրանք բոլորը անվտանգային հարցերը, բոլորը, տեսեք, անվտանգությունը շատ լայն ընկալում է եւ շատ լայն հասկացողություն է, այսինքն դա անվտանգություն կարող լինել տնտեսական անվտանգություն, ռազմական անվտանգություն, արտաքին քաղաքականության անվտանգություն եւ առասարակ անվտանգությունը շատ լայն այսպես ասենք շերտավորված ընկալում է եւ այդ առումով մենք բնականաբար պետք է ապահովենք այդ կայունության ամենակարևոր սկզբունքը, որ ոչ թե պետք է մենք ասենց ծայրահեղ քայլեր անենք, այսինքն, չգիտեմ, նույն դիվերսիֆիկացիան, որը մենք ասում ենք դիվերսիֆիկացիա, այսօր գործի գետնի վրա ցույց է տալիս, որ այդ դիվերսիֆիկացիան որոշակի դիսբալանս է ստեղծում, ոչ ճիշտ դիվերսիֆիկացիան իմ կարծիքով, որովհետև որոշակի առումով դիսբալանս է ստեղծում մեր արտաքին քաղաքականությունում։ Տեսեք ինչ նկատի ունեմ։ Դիվերսիֆիկացիան ինքը իրենով լավ բան է, այսինքն դու չպետք է կախված լինես մի կետից։ Օրինակ, այո, ընդունում եմ, որ 30 տարի եղել է հետևյալ սկզբունքը, Ռուսաստանի Դաշնությունը կապահովի մեր տնտեսական բարեկեցությունը, մեր անվտանգությունը, բայց ինչ որ պահի տեղի ունեցավ լրիվ այլ իրավիճակ, երբ իսկապես փոխվեցին տարածաշրջանում ուժերի դասավորվածությունը, փոխվեց աշխարհում բավականին շատ գործընթացներ տեղ ունեցավ ընդհանուր աշխարհի համակարգը, իդեպ այդ համակարգը փլուզվում է, բայց դեռևս նորը չկա, նոր ստատուս կվո չունենք, միջանկյալ տրանզիտային վիճակ է, աշխարհը բոլոր երկրները գրեթե այդ իրավիճակում են գտնվում եւ տարածաշրջանները եւ հարավային Կովկասում է հստակ մենք տեսնում ենք, որ թե Եվրոպական միությունը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե այլ խաղացողները սկսել են ավելի ակտիվ տարածաշրջանում ներկայությունը իրենց ապահովել, Ռուսաստանի Դաշնության շուրջ իրավիճակի փոփոխություն, Ուկրաինայի պատերազմ եւ այլն, դրանք բոլորը ստեղծում են նոր իրականություն, հա։ Հիմա այս իրականության մեջ ես կարծում եմ, որ Հայաստանը պետքա չունենա թշնամիներ, չունենա հակառակորդներ, խոսքը վերաբերվում է նաև մեր հարևաններին։ Նոր իրողության մեջ մենք պետք է նաև լեզու գտնենք մեր հարևանների հետ, նկատի ունեմ Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց չպետք է մեզ, ասենք, մեր հակառակորդներին, ասենք Թուրքիայի, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները լավացնենք, Ռուսաստանի Դաշնությունը դառնա մեր հակառակորդը։ Դա ավել ռիսկ է, ոչ պակաս, այլ ավել ռիսկ է մեր երկրի համար։ Դրա համար պետք է լինի այդ սահուն դիվերսիֆիկացիան, արտաքին քաղաքականությունը միանշանակ բալանս եւ բալանսը գիտեք դա նա չի որ դու բոլորի հետ հավասարաչափ մի քիչ պրովոկացիոն առումով բալանսը ում կողմը թեքեի տեսեք բալանս դեպի Հայաստանի Հանրապետություն բալանսը ոնց դեպի Հայաստանի Հանրապետություն չէ ելնելով մեր ազգային հայաստանյան շահերից այս կետում եթե լավ է Ռուսաստանի Դաշնության հետ մենք պետք է Ռուսաստանի Դաշնության հետ օրինակ չգիտեմ տնտեսական ոլորտում լեզու գտնենք Բայց եթե անվտանգային ոլորտում ինչ-ինչ պատճառներով իրականությունը փոխվել, իսկ հիմա փոխվել է այդ իրականությունը, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը ինքն է գտնվում պատերազմի մեջ եւ բավականին մեծ պայքար է տանում, եկեք համաձայնվենք կոլեկտիվ արևմուտքի դեմ, ոչ միայն Ճիշտ է դուրս գալը հապկից, այ բանը Նիկոլ Փաշինյանը վերջերս նաեւ հապկի հետ կապված խնդրի շուրջ որոշակի կարծիք հայտնեց։
ասես մենք շատ ուրախ կլինենք, որ հապկում որոշում ընդունեն մեզ հապկից հեռացնելու վերաբերյալ։ Գիտեք, երբ այս պայդրությամբ, եթե իշխանությունները տվյալ դեպքում այս իշխանությունները չեն ներկայացնում այլընտրանքային անվտանգային համակարգ, այս պահին հապկից դուրս գալը կամ մնալը հապկում շատ կարևոր օրակարգային հարց չի, ինչ նկատի ունեմ։ Այս պահին մեր մասնակցությունը սառեցված է, չէ՞։ Սենց ինչ-որ վիճակ է, ոչ ընտեղ ենք, ոչ դուրս ենք։ Չէ, իրականում ընտեղ ենք, բայց չենք մասնակցում։ Հա, բայց ոչ էլ ֆորմալ ընտեղ ենք, բայց չենք մասնակցում։ Մի ոտ ընտեղ է, մի ոտը դուրսն է, կոպիտ ասած, ժողովրդական լեզվով ասեմ։ Սա իրականությունը, որից պետք է ելնել։ Հա, հիմա ես կարամ ասեմ, չէ, բան եւ այլ, բայց սա իրականություն է։ Ես որպես եթե դուք հարցնում եք, եթե ես լինեի իշխանության, այդ կոնտեքստով եք հարցը տալիս։ Հա, այսինքն մասնավորապես ձեր կարծիքը։ Ես կարծում եմ միջև Հայաստանի Հանրապետությունը չունենա այլընտրանքային, հստակեցված, պայմանավորված, երաշխավորված անվտանգային համակարգ, այլընտրանքային, հա, ու կապ չունի հիմա, պայմանական ենք ասում, այլընտրանքային անվտանգային համակարգ։ Դեռևս դուրս գալը, այսպես ասենք, պետք չի, գիտեք ինչի, որովհետև էլի որ ասենք եկեք օբյեկտիվ ասենք, այնպես չի որ հապկը մեր անվտանգությունը պահում է, եկան, ասենք հիմա, հա, տենց չի։ Այս բանը նույնց էլ չի որ հապկն է պահում մեր անվտանգությունը, ճիշտը խոսենք, եւ պետք է արդարության համար դա ասենք, որ այնպես չի որ հապկն է պահում։ Բայց այս պայծրությամբ մենք պետք է դուրս գանք ոչ թե մնանք sense ինչ որ միջանկյալ վիճակում, այլ ունենանք այդ անվտանգային այդ համակարգի ամեն դեպքում այլընտրանքային անվտանգային համակարգում լինելու հնարավորություն։ Նույնն էլ գտնում եք տնտեսական, այսինքն ԵԱՏՄ-ից ձեր ասացի տրամաբանությունն են փորձում մեկնաբանել, այսինքն ԵԱՏՄ-ից չպիտի դուրս գանք, իմաստը չկա եւ նաեւ կվնասվենք, եթե չունենք այլ տնտեսական, այսպես ասած, միանշանակ։ Եթե ավելի լավը կա կգնանք, հա, չէ, մենք պրագմատիկ ենք, չէ։ Չէ, պետք է հստակ լինենք։ Պիտի լինի լավը, որ դու ասես այսա լավն է, ԵԱՏՄ-ն չի արդարացնում։ Այ հապ դու վատն ես, ես ունեմ ավելի լավ անվտանգային վահան։ Հիմա տեսեք, եթե մենք կարանք դուրս գանք ԵԱՏՄ-ից, մնանք այդ միջանկյալ վիճակում։ Բնականաբար եկեք չքննարկենք, մենք վաղը ԵՄ անդամ չենք դառնալու։ Եթե մենք դառնանք ԵՄ անդամ, եկեք դա դիտարկենք մոտակա 10-15 տարիների կտրվածքով։ Եկեք վերցնենք 10 տարի։ Ղեկավարը Հայաստանի ասում է անգամ 20 տարի, չէ՞։ Հա, այսինքն այնպես չի, չէ՞ որ վաղը դուրս են գալիս ԵԱՏՄ-ից, մտնում ենք ԵՄ, որովհետև մեր խոսակցությունը կլիներ լրիվ այլ տիրույթում, հա։ Բնականաբար։ Հա, պատասխաններն է կլինեին այն։ Մենք եթե պետք է դուրս գանք, միջանկյալ վիճակում լինենք եւ կառավարությունը այսօրվա ապահովում է եւ ժողովրդի առաջ ստանձնում է այդ պատասխանատվությունը, որ մենք Ժորժ ջան դուրս են գալիս, չենք լինի ոչ ԵԱՏՄ անդամ էս պահին, ոչ ԵՄ անդամ էս պահին, բայց մենք կշարունակենք օրինակ Ռուսաստանի Դաշնության հետ ունենալ արտոնյալ պայմաններ հարաբերություններ, օրինակ գազի գինը չի թանկանա, արտահանումը կապահովենք, կտանենք թե ԵՄ, թե Ռուսաստան, թե արևելյան շուկաներ, հա, թե ասիական շուկաներ։ Խնդրեմ, եթե իրենք կարող են ապահովել դա եւ ԵԱՏՄ-ն է կոպիտ ասած այսօրվա խոչընդոտը մեր երկրի զարգացման համար, խնդրեմ, կարող են դուրս գալ, հա, բայց եթե չկա այդ հնարավորությունը, պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, ժողովուրդը դիսկոմֆորտ ապրի, գազի գինը 3 անգամ ավելանա, արտահանում չկարողանանք տանենք Ռուսաստան, արտանենք մեր ապրանքը, տուրիստները ռուսական չգան, ստեղ փող չծախսեն, տուրիզմը լրիվ նվազի, որտեղ բավականին լավ աճ կա հիմա տուրիզմի, ասեմ, այս տարի ավելի շատ, քան նախորդ տարվա համեմատ առաջվա 6 ամիսների։ Անգամ փողոց էս դուրս գալիս 3-ից 2-ը ռուս են։ Հա, բայց դա սա փող է, չէ՞, փոքր միջին բիզնեսի համար դա շնչելու հնարավորությունը բավականին ծառայության ոլորտը որ մեր մոտ այնց աճ է տվել եւ առաջի տեղում է գտնվում, դա առաջինը տուրիզմի այդ տուրիստների գալու հնարավորության շնորհիվ է, հա, եւ որ իրանք գալիս են հենց դրա շնորհիվ է, եւ դա վատ չի, դա լավ է, գումար է գալիս երկիր։ Կապ չունի դա Ռուսաստանի տուրիստներ են, ուղղակի այնպես է ստացվել, որ Ռուսաստանից են հիմա ավելի շատ գալիս։ Հիմա այդ հնարավորություններից պետք է մեզ զրկվել, կարծում եմ չէ։ Եթե խոչընդոտ է ԵԱՏՄ-ի մեր համար ԵԱՏՄ-ն, հա, խոչընդոտա զարգացման։ Թող ներկայացվի հանրությանը որտեղ է այդ խոչընդոտը, ու ասենք կա այս այլընտրանքը, Ժորժ ջան, դուրս են գալիս, բոլոր այդ պայմանները մենք պահում ենք, երաշխավորում ենք, բայց ավելի լավ է լինելու։ Օրինակ, չգիտեմ, ԵԱՏՄ-ից դուրս են գալիս, ունենում ենք թե լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ, թե լավ հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ, թե լավ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության, եկեք Ռուսաստանի Դաշնության հետ։ Եկեք մասնավորապես նշենք, որ ԵԱՏՄ-ում հիմնականում մեր տնտեսական գործընկերը Ռուսաստանն է։ Ղրղստանը չի, Բելարուսը չի, նույնիսկ Ղազախստանը չի, հա, առաջի հերթին դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ ստեղ Ռուսաստանի Դաշնության տնտեսության մեջ
Ռուսաստանի Դաշնության հետ կան պրագմատիկ շահեր։ Հիմա ես համարում եմ, որ քաղաքականությունը քաղաքականությունով, չգիտեմ, հայտարարություններ, թեժ ինչ-որ հայտարարություններ եւ այլն, դա թողենք քաղաքականությանը, հա, այսպես ասենք, բայց տնտեսությունը թվերա, բիզնեսը թվերա, ռաշոտներա, հաշվարկներա, փող, հասկանում եք, գումարա։ Եթե դու տնտեսության մեջ, ասենք, այսօր վերկացար էմոցիոնալ հայտարարություն արեցիր, էմոցիոնալ, դա կարա ազդի այդ հաշվարկների եւ փողերի եւ գումարների, իսկ տնտեսությունը թիվ 1 այն կարևոր գործոնն է քո պետության ուժեղացման եւ պետության կայունության համար։ Հիմա պատկերացեք, տնտեսական աճ չենք ունենում, տնտեսական անկում ենք ունենում, հետ զարգացում ենք ունենում, խնդիրներ ո՞նց ենք մենք զարգացնելու մեր բանակը, ո՞նց ենք լուծելու այս սոցիալական հարցերը, մենք խոսում ենք արդարությունից սոցիալական, բայց դա ո՞նց է լուծվում։ Լուծումը երբ որ դու ունես լավ տնտեսություն, չէ, երբ որ դու ունես ուժեղ տնտեսություն, երբ որ դու այդ տնտեսության մեջ փող ունես, երբ որ դու տնտեսության մեջ փող չունես, այդ դառնում է արդեն քաղաքական հայտարարություններ, որ եկեք լավ ապրենք, եկեք արդարություն լինի, եկեք բոլորին $1000 ամեն ամիս թոշակ բաժանենք, դա արդեն լինում է պոպուլիզմ։ Պոպուլիզմ, որը որ ընտրությունից ընտրություն լսում ենք։ Բայց մեզ պետք է հստակ կայուն զարգացում, իսկ կայուն զարգացումը կարող ապահովի միայն տնտեսական աճը եւ տնտեսական զարգացումը։ Ուրիշ բանաձև գոյություն չունի։ Շնորհակալություն պարոն Ղուկասյան, ամեն դեպքում լավատես լինենք, մաղթենք մեր հայրենիքին զարգացում, բարեկեցություն, խաղաղություն եւ կարծում եմ, որ հետագայում կրկին կհանդիպենք եւ դուք դարձել հնարավորություններ կունենաք արտահայտելու ձեր տեսակետները։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, Armix News ալիքի ժամանակի ձայնը հաղորդաշարի եթերում հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն էր։ Խնդրում եմ ձեզ բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմելով զանգակ կոճակը եւ խրախուսեք մեր թողարկումները ձեզ համար։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։